Մարտիրենկոյի հետ հեռախոսազրույցից հետո չկա որևէ տեղեկատվություն պաշտոնական արարողակարգի, թե ինչ է քննարկել արդյոք հայ-ռուսական հարաբերություններում վերջին, այսպես կնճիռներից եք խոսել, վերջին խնդիրներից եք խոսել, այսինքն ԵԱՏՄ, ԵՄԵՏ, երկընտրանքը, որ մեզ առաջարկել են, այդ թեման կրկին ձեր հետ խոսվել է, թե ոչ է։ Արդյոք վերջին վերջնագիր է ներկայացել։ Լսեք, իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ ա եղել զանգը եւ ես պետք է ասեմ, որ ամենալավ եւ հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ եւ մենք խոսում ենք բաց, մշտապես խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ եւ հիմնական խոսակցությունը եղել է անձնական եւ ծննդյան կապակցությամբ զանգը այդ կապակցությամբ ա եղել ենթադրում եմ որ Ստամբուլում մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ ինքը նույնպես այնտեղ լինելու է ենթադրում եմ որ այնտեղ կշփվենք ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը ենթադրում եմ այնտեղ կշփվենք բայց IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ հանդիպում նախատեսվում, այո։ Վերադարձեք Ռուսաստանին, այո։ Միշտենյան պահեք Մամուլում տեղեկատվություն կար ջերմուկի հետ կապված խնդիրները կարող է առաջանալ եւ թույլ չտալ արտահանումը Ռոսիանի կոնյակի գործարանի Բոլոր խնդիրները կքննարկվի կլուծվի մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։